Բաքվում աշխատանքն է սկսել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը։ Ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության եւ քարոզչության համար, թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, դե նախ հասկանալի է, որ հայկական պատվիրակությունը այնտեղ չկա, բայց հետաքրքիր է ինչու Բաքվում է անցկացվում։ Այդ լիագումար նստաշրջանը 65-րդ նստաշրջանը կազմակերպության 3 օր է տևելու Բաքվում է անցկացվում, քանի որ Ադրբեջանն է այժմ նախագահում այդ կազմակերպությունում, ռոտացիոն սկզբունքով այբենական կարգով է նախագահությունը մեկ պետությունից այլ պետության անցնում։ Նշեմ, որ մինչ այդ Հայաստանն էր նախագահում եւ Երևանում է անցկացվել նախորդ 64-րդ նստաշրջանը։ Ինչպես ասացիր, իսկապես Հայաստանը չի մասնակցում այդ նստաշրջանի, թեև պաշտոնական հրավերը ուղղված է եղել եւ ուղղված է եղել հենց Բաքվի կողմից։ Հավանաբար ճիշտ որոշում էր չմասնակցելը եւ ավելի ուշ կասեմ, թե ինչու։ Հետաքրքիր է, որ ադրբեջանցիները այսպես ազդարարում էին հայտարարելով, որ բազմաթիվ երկրներից բարձրաստիճան պատվիրակներ են ժամանելու, այդ թվում նաև խորհրդարանի ղեկավարներ, ոնց հասկանում եմ միայն մեկ պետություն է ներկայացված խորհրդարանի առաջի դեմքով, դա Հյուսիսային Մակեդոնիան է, անգամ Թուրքիայի Մեջլիսի նախագահը պարտադիր չի համարել իր համար Բաքվում գումարված այդ միջոցառման մասնակցելը։ Եվ ինչպես եւ սպասվում էր, Ադրբեջանը օգտագործել է իր նախագահ լինելու հանգամանքը հակահայկական հռետորաբանության համար եւ Ադրբեջանի համար սեփական քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։ Նախ ասեմ, որ վաղը բոլոր պատվիրակները, տարբեր երկրների խորհրդարանների անդամները խորհրդարանի անդամներին տանելու են Արցախ։ Եվ ինչպես ասել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սաբիհա Հաֆարովան, այնտեղ ծանոթացնելու են, թե ինչպես էին հայերը ոչնչացնում ադրբեջանական պատմական ժառանգությունը։ Բնական է, որ հայկական պատվիրակները նման միջոցառմանը մասնակցելու հազիվ թե ցանկություն ունենային։ Օգտագործել է իր ծառայողական դիրքը ու հնարավորությունները նաև կազմակերպության գործող նախագահ Ասաֆ Հաջիևը, ով ադրբեջանցի է եւ իդեպ Ադրբեջանում իշխող Յենի Ադրբեջան կուսակցության քաղաքական խորհրդի անդամ է։ Օգտագործելով իր ծառայողական դիրքը նա հակահայկական հայտարարությամբ է կրկին հանդես եկել, պահանջելով, որ Հայաստանը Ադրբեջանին տրամադրի Զանգեզուրի միջանցք կոչվածը։ Մեջբերեմ նրա խոսքերը, կարծում եմ հայերը ուշ թե շուտ խելքը գլուխները կհավաքեն ու այդ Զանգեզուրի միջանցքը կբացվի, այլ ընտրանք դրան չկա եւ լինել չի կարող։ Նշեմ, որ եթե մի պետության ներկայացուցիչը զբաղեցնելով այդպիսի պաշտոն օգտագործում է իր պաշտոնը սեփական երկրի շահերից, դա հակասում է կազմակերպության կանոնադրությանը եւ կարծում եմ հայ խորհրդարանականները իրավունք ունեն բարձրաձայնել եւ գնահատական պահանջել այդ ամենի վերաբերյալ։ Նշեմ նաեւ, որ երբ Հայաստանն էր նախագահում կազմակերպությունում որևէ նման բան իրեն թույլ չի տվել։ Արտյոմ Ալիևն էլ մեկ այլ հարթակ է օգտագործել հակահայկական քարոզչության համար։ Այո, այսօր Ալիևը հանդես է եկել ելույթով օմբուդսմենների, մարդու իրավունքների պաշտպանների միջազգային սիմպոզիումի բացմանը, այդ միջոցառումը նույնպես Բաքվում է անցկացվում եւ նույնպես հայ պատվիրակներ չկան։ Եվ ինչպես ասացիր, օգտագործել է այդ ամբիոնը նույն հայկական քարոզչությունը տարածելու նպատակով։ Նա ասել է, որ Հայաստանը պետք է հնարավորություն տա 100,000-ավոր ադրբեջանցիների վերադառնալ, ինչպես ինքն է ասել, պատմական հայրենիք, եւ որ դա պայմաններից մեկն է Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու։ Մեջբերեմ նրա խոսքերը, Հայաստանը պետք է հարգի ադրբեջանցիների հայրենիք իրենց պատմական հողեր վերադառնալու իրավունքը եւ դա խաղաղության հաստատման կարևորագույն պայմաններից մեկն է։
Առաջին անգամը չէ, երբ Ալիևը այդ թեմային է անդրադառնում, մոտ 1 ամիս առաջ նա առաջարկել էր Նիկոլ Փաշինյանին առարկայական բանակցություններ սկսել Արևմտյան Ադրբեջանի համայնք կոչվող կազմակերպության հետ քննարկելու համար, թե երբ եւ ինչ ընթացակարգով են ադրբեջանցիները վերադառնալու Հայաստան։ Սակայն այս վերջին իր հայտարարությունը հատկանշական է նրանով, որ շատ հստակ է արտահայտվել այն մասին, որ սա ոչ թե պարզապես իր ցանկությունն է, այլ պաշտոնական Բաքվի կողմից առաջ քաշած նախապայման Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի կնքման։ Նա հստակ ասել է, որ դա պայման է։ Նշեմ, որ մինչ այդ որպես պաշտոնական նախապայման Ադրբեջանը երկու հարց էր բարձրացնում։ Մեկ Հայաստանի սահմանադրության մեջ հայտնի փոփոխություններ կատարելը, մյուսը Մինսկի խմբի լուծարումն էր։ Տպավորություն է ստեղծվում, որ որքան մոտենում է ստորագրման օրը, այդքան ավելանում են նոր նախապայմանները։ Եվ կարծում եմ ամենևին էլ պատահական չէ, որ այս հայտարարությունը Իլհամ Ալիևը արեց անմիջապես այն բանից հետո, երբ հաստատվեցին տեղեկություններն այն մասին, որ սպասվում է Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Էրդողանի բանակցությունները, որոնց ընթացքում հավանաբար քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական խաղաղ համաձայնագրի կնքման հարցը։ Շնորհակալություն, Արծը։